Հարգելի պարոն վարչապետ, անցած շաբաթ ադրբեջանական մամուլում որոշ հրապարակումներ եղան, թե իբր իմիջիալոց բավական անհիմն հիմնավորումներով, թե իբր Հայաստանի Հանրապետությունը ելնելով մեր ներքաղաքական շահերից նոր պատերազմ է նախապատրաստում Ադրբեջանի դեմ եւ այս ամենը խաղաղության օրակարգին մեր անշեղ նվիրվածության, նույնիսկ երբեմն ներքին շահերին հակասող անշեղ նվիրվածության ֆոնին եւ ես կուզենայի լսել ձեր կարծիքը, թե իրականում ինչի մասն են վկայում այս հոդվածները եւ ինչ իրական նպատակ են հետապնդում այս հոդվածները։ Արդյունք պատասխանի Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Համեցեք պարոն վարչապետ։ Շնորհակալ եմ պարոն Պարսելյան հարցի համար։ Այո, կան այդպիսի հրապարակումներ եւ հիմնական թեզը այն է, որ Հայաստանին կամ անձամբ ինձ ներքաղաքական նկատառումներով պետքա պատերազմ սկսել Ադրբեջանի դեմ, մինչդեռ ցանկացած շատ թե քիչ որակավորված կամ նույնիսկ չորակավորված դիտորդը կարող է տեսնել, որ ընդհակառակը հենց ներքաղաքական նկատառումներով մեզ կառավարող թիմին եւ կոնկրետ ինձ ձեռնտու է, որպեսզի տարածաշրջանում իրադրությունը լինի կայուն։ Եվ սա կարծում եմ ակնհայտ փաստ է, բայց նաեւ ձեր եւ իմ հիշատակած հրապարակումները ցույց են տալիս, որ կան ուժեր, որոնք շահագրգռված են տարածաշրջանում իրադրությունը ապակայունացնելով։ Հիմա որը պետք է լինի մեր արձագանքը դրան։ Մեր արձագանքը իմ կարծիքով պետք է լինի հետևյալը՝ չտրվել որևէ սադրանքի եւ անհոգնել պարզաբանել մեր դիրքորոշումը։ Մեր դիրքորոշումն է, նախ մենք Ադրբեջանի վրա հարձակվելու որևէ պատճառ չունենք։ Ինչու՞։ Որովհետեւ ըստ էության մենք քաղաքական մակարդակում ինչ որ առումով նաեւ եւս մի իրավական քայլ ենք արել եւ փոխադարձաբար ճանաչել ենք միմյանց տարածքային ամբողջականությունը ըստ էության Ալմատիի հռչակագրի հիման վրա եւ նույնիսկ պայմանավորվել ենք եւ ազգային ժողովը մեր վավերացրել է սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի կանոնակարգը եւ առաջիկայում մենք պետք է դելիմիտացիայի process սկսենք փոխադարձ համաձայնությամբ հաջորդ հատվածում։ Եվ այս առումով ուզում եմ ընդգծել, որ Հայաստանի Հանրապետությունը ես բացառում եմ ուղղակի որևէ գործողություն Հայաստանի Հանրապետության կողմից, որը նպատակամղված կլինի տարածաշրջանում իրադրությունը ապակայունացնելու։ Ավելին, գիտեք, որ մեր ներքին օրակարգում եւ ընդհանրապես մեր օրակարգում կա հարց եւ նաեւ նախորդ հարցերից մեկի պատասխան ասցի Հայաստանի դեմ իրականացվար ագրեսիաների նկատմամբ 21 թվականի եւ 22 թվականի եւ այո մեր երկրի ավելի քան 200 քառակուսի կիլոմետր տարածքներ օկուպացված են տարբեր ժամանակների, բայց նաեւ մենք հայտարարում ենք, որ այդ տարածքների հարցը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր մեր օրակարգում չկա եւ չի լինելու ինչու, որովհետեւ ինչպես արդեն ասացի, սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի կանոնակարգի հաստատումը եւ սահմանազատման գործընթացը հնարավորություն է տալիս, որ մենք բանակցային իրավական հիմքի վրա այդ բոլոր հարցերը լուծենք եւ հասցեագրենք եւ երբ որ արձագանքեք եւս մի միտք Համեցեք արձագանք, պարոն Պարսելյան։ Խնդրում եմ շարունակեք միտքը։ Եվ ելի ուզում եմ ընդգծել, որ մենք հավատարիմ ենք խաղաղության օրակարգին եւ Հայաստանի Հանրապետությունը ռազմական խնդիրներ այդ առումով որևէ հարևանի նկատմամբ չունի եւ մենք մեր բոլոր հարևանների տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը ճանաչել ենք եւ ճանաչում ենք եւ ես հույս ունեմ, որ մենք կակտիվացնենք խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ աշխատանքները, որովհետեւ աշխատանքի ըստ էության 90% արված է եւ մնում է վերջին ջանքը գործադրել եւ ստորագրել խաղաղության պայմանագիր
Ընդ որում ուզում եմ արդեն ասել եմ նաև հրապարակային եւ նաև մանրամասներ եմ կարծես թե վերջին հարցազրույցում հրապարակել, որ մենք կարծում եմ առաջարկել ենք նաև շատ իրական, իրատեսական եւ ռեալ լուծում տարածաշրջանի կոմունիկացիաների բացման հարցով եւ մնում է բոլոր ուղղություններով ուղղակի քայլ անել եւ բոլոր ուղղություններով լուծել։ Տարածաշրջանում իմ գնահատականն այն է, Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում էսկալացիայի որևէ հիմք չկա պարզապես։ Շնորհակալ եմ։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։